1991 թվականի մարտի կեսերին Մոսկվա այցելեց Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը։ Նրա հնգօրյա այցը ներառեց նաև Ուկրաինան, Ադրբեջանը և Ղազախստանը։ Մարտի 11-ին և 12-ին Օզալը Մոսկվայում հանդիպումներ ունեցավ Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի և Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Բորիս Ելցինի հետ։ Թուրքիան և Ռուսաստանը կնքեցին բարեկամության և փոխադարձ համագործակցության պայմանագիր։ Հենց այդ օրերին Երևանում Հայ հեղափոխական դաշնակցությունը պահանջում էր հրավիրել Գերագույն խորհրդի նստաշրջան և ապօրինի ճանաչել 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերը։ Դաշնակցականները նստացույց կազմակերպեցին Գերագույն խորհրդի շենքի առաջ։ Հայաստանի խորհրդարանի 112 падգամավորներ դիմել էին Գերագույն խորհրդի նախագահությանը արտահերթ նստաշրջանում քննարկելու և չեղյալ համարելու պայմանագրի նշված կետերը։ Հայաստանի առաջնորդը Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, վարչապետը Վազգեն Մանուկյանը։ Պատմաբան, падգամավոր Կտրիչ Սարդարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Ոչ մի հայ չի կարող մոռանալ իր պատմական տարածքները։ Պահանջատիրություն ասվածը դատարկ բան է այսօր։ Դա ձեռնտու է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանի անկախությանը։ Մարդիկ կան, որոնք անցնելով Հայոց համազգային շարժման սթափ քաղաքական դպրոցը, պնդում են, որ 1921 թվականի պայմանագիրը պիտի վերանայվի»։ Պատգամավոր գրող Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը կոմունիստների նման միշտ ռուսամետ է եղել և իրենց այդ պահանջով ցանկանում են նորից Հայաստանը կախման մեջ դնել Ռուսաստանից, թշնամացնելով Թուրքիայի հետ։ Բաբկեն Արարքցյանը և Խոսրով Հարությունյանը դեմ արտահայտվեցին թե նստաշրջան հրավիրելուն և թե հարցը ընդհանրապես քննարկելուն։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պետք է բոլոր կողմ падգամավորներին մեկ-մեկ համոզի, որ այդ հարցի քննարկումը այսօր անիմաստ է, նշելով, որ որոշ ուժեր շահարկում են և օգտագործում այս հարցը իշխանության հասնելու նպատակով։ Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ես երբեք այդպիսի որոշում չեմ ստորագրի։ Ես կպայքարեմ մինչև վերջ, թույլ չտալու համար այդպիսի արկածախնդրություն, որովհետև զգում եմ իմ պատասխանատվությունը։ Եթե դուք 7000 ստորագրություն եք հավաքել, ես կես միլիոն կհավաքեմ։ Մի բան էլ շատ էժանագին կերպով այստեղ շահարկվեց՝ Սփյուռքի հեռագրերը։ Վաղ-ևեթ հաղորդեք արտասահմանի թերթերում, որ Փարիզում և Նյու Յորքում նարինջ ուտող հայը իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ոչ թե փարիզեցին է զոհվում, այլ հայաստանցին։ Հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում»։ Դաշնակցությունից Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հարցի էությունից հեռանալու համար կարելի է հարցը կամ հարցը բարձրացնողներին վարկաբեկել, տեղափոխել այլ հարթություն։ «Մենք կռվեցինք տոտալիտար միակուսակցական վարչակարգի դեմ, բայց ցավոք ամբողջությամբ վարակված ենք նրանց թողած ավանդույթներով։ Եկեք ազգային ազատագրական այս պայքարը դասակարգային հարթություն չտեղափոխենք, դա էլ դավաճանություն է։ Ես չէի ցանկանա, որ այնպես դիտվեր, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը այստեղ բարձրացրել է հարցը ինչ-որ ավանտյուրաներով, ինչպես այստեղ ասվեց», հայտարարեց Ռուբեն Հակոբյանը։ Արցախից դաշնակցական падգամավոր Վիգեն Շիրինյանը ընդգծեց, որ ցանկացած հայ հիմա չի կարող Օզալի Խորհրդային Միություն այցելելու փաստի կողքով անտարբեր անցնել։ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնի ուժերի պարտադրանքով հրաժարական տվեց։ Այդ թվականից մինչև 2018-ը մոտ 20 տարի ազգային պահպանողական ուժերն ու Դաշնակցությունն էին կազմում մեծամասնություն խորհրդարանում և կազմում կառավարություններ, սակայն այդ ուժերից ոչ մեկը որևէ անգամ այդպես էլ խորհրդարանում այլևս օրակարգ չբերեց 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերը ապօրինի ճանաչելու նախաձեռնությունը, ինչպես դա արել էր 1991 թվականին։